եւ դուք միջև չեք կատարել։ Տեսեք, ընդամենը մի քանի ամիս է մնացել եւ Վեդիում կրկին ընտրություններ լինելու, իսկ նախորդ, երբ որ ես առաջադրվում էի համայնքի ղեկավար, ես ինքս համար որոշել էի, որ մեկ ժամկետից ավել չեմ ղեկավարելու։ ԿՊ-ում այս փոփոխությունները, որ մարզպետը եւս դարձավ պատգամավոր, ձեր դեպքում եւս ինչու է պայմանավորված, նաեւ հաստատ աշխատակազմի ղեկավարը Կարոլ Արությունյանը պատգամավոր դարձավ։ Լավ կլինի հարցերը իրենց ուղղեք։ Ես իմասով կարող եմ պատասխանել եւ պատասխանեցի։ Արդյոք Փաշինյանը դժգոհ է եղել աշխատանքից։ Չեմ կարող ասել։ Դժվար թե, եթե ինչ-որ մեկի աշխատանքից դժգոհ լինեն, դժվար թե ազգային ժողովի պատգամավորի մանդատը նրան փոխանցվի։ Դուք կընտրվի, պարոն Բացարձակ։ Պարոն Գերեփոսյան, բացարձակ։ Դուք կարող եք մի օր ժամանակ տրամադրել, գնալ Վեդի եւ ժողովրդի շրջանում հարցում իրականացնել։ Պարոն Սարգսյան, բա ինչու Վեդին թողեցիք տենց համարյա անտեր եկաք ազգային ժողով։ Վեդին ձեր կարիք Կխնդրեմ նման ձևակերպումներ հիմա դուք չանել։ այդտեղ չեք, չէ՞, դուք եք Վեդի Վեդին երբեք անտեր չի եղել, ոչ էլ ինձանից հետո անտեր լինելու։ Հիմա այս պահին փաստացի Վեդին ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցություն այնտեղ հավաքանու եւ Վեդին անտեր չի։ Ինչու թողեցիք Վեդին եկաք ստեղ արածը։ Ես մի քիչ առաջ պատասխանեցի, Նորից ասեք։ Դուք որ ներկա չէիք, հետո գործընկերների նյութերից կվերցնեք։ Այո, Պարոն Սարգսյան, այո, ին որոշում։ դուք տեսեք, դուք ձեր ամենակարևոր խոստումը են կոկորդիլոսաբուծանի, այդպես է դուք չկատարեցիք։ Ոչ Արարատի մարզում, ոչ Վեդիում, հիմա այստեղ որպես օրենսդիր Ես ձեզ կոչ եմ անում լրջանալ։ Այսինքն ձեր դուք Լրջացեք։ Եկեք չանլրջացնենք ամեն Այսինքն ինչ։ ձեր արածը անլուրջ է, որ հիմա հիշեցնում անլուրջ է։ Ես կես կատակ կես լուրջ շփվել եմ լրագրողների հետ, կես կատակ կես լուրջ շփվել եմ մեկ անգամ լրագրողների հետ։ Այլևս չեմ պատրաստվում ձեր հետ կատակով ինչ որ բաներ Ես շատ լուրջ եմ հարցնում, դուք Շնորհակալություն։ Լրջացեք, խնդրում եմ լրջացեք։ Տեսեք դուք որ